Հանրահավաքը չգիտեմ, բայց դե բոլորը միասին են, էլի ընդհանուր ընդդիմադիր գործիչներին, եթե դիտարկենք որպես վիրավորանքի դաշտում չեմ ասում, էլի ոնց որ sense կարտերի նման հիմա sense բաժանել են, անիմաստ ցրել են տարբեր թիմերի, առանց նայելու ով է հետևը, ոնց է հետևը։ Օրինակ տեսել եք Քոչարյանի խմբակցության ներկայիս падգամավոր Էլինար Վարդանյանը հայտնվել է Գագիկ Ծառուկյանի ցուցակում, ու Ծառուկյանն էլ հայտարարում է, որ իրենք չեն քվեարկելու Քոչարյանի օգտին։ Չէ, ընդհանրապես քաղաք Պարոն Կիրակոսյան, ես օրինապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, ես քաղաքական գործիչ եմ, ես քաղաքական գնահատական եմ տալիս։ Որ Էլինար Վարդանյանն հիմա Քոչարյանը Պարոն Կիրակոսյան, հիմա ասացում եք կրիմինալ բան չկա, հիմա ինչի եք ինձ այդ հարցը տալիս։ Հիմա որ փողեք ավարտեմ, կհասկանամ։ Քոչարյանի խմբակցության գործող падգամավորը, ով դեռ Քոչարյանի խմբակցության падգամավորը, հիմա մի թիմի ցուցակում է, որի առաջնորդը հայտարարել է, որ իրանք Քոչարյանին ձայն չեն տալու։ Այստեղ քաղաքական դիսոնանս տեսնում եք, թե չէ։ Դե շատ բան է կարող, ես հիմա ասում եմ, այստեղ կոնկրետ քաղաքական դիսոնանս կա, սա քաղաքական աբսուրդ է, որ մարդը լինելով այդ մի խմբակցության անդամ, հաստատի հիմա մի թիմում է, որ իբր պետք է Քոչարյանին ձայն չտա։ Ես դա եմ ընդգծում, ասում եմ, որ սա ուղղակի աբսուրդ է, դա սուտ է, այդ քաղաքական թիմերի խոսույթը առհասարակ ամբողջությամբ աբսուրդ է։ Փաստացի Կալուգայի Սամոն, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, այս 3 քաղաքական թիմերի մեջ կա մեկ հայտարարված վարչապետի տեխնացու, դա Ռոբերտ Քոչարյանն է, որտեղ Կալուգայի Սամոն օրենքով չի կարող լինել վարչապետի տեխնացու կամ վարչապետ, Ծառուկյանը հայտարարում է, որ ինքը չգիտեն ով է, գաղտնի ինչ-որ տեխնացու կա, եւ այս 3-ի մեջից միակ տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, սրա մասին։